Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Տրագինյան ի հիշադակ հայրու 1915 թվականի ցեղասպանության զոհերուն։ Արմինակ Աբրահամյանի ելույթը հայրու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողություններուն ընթացքին։ Արևմտյան Հայաստանի պատվիրակության հուշահանդեսը նվիրված հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ Լիդիա Մարգոսյանի ուղերձը Լիոնի մեջ կայացած հիշադակի արարողության ընթացքին։ Նախագահ Մակրոնի ուղերձը հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին նվիրված արարողության։ Բերլինի մեջ հարկանքի դուրք հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ Եվրոպայի բոլոր երկիրները բարդավոր են կանխել ոչ միայն փուն ցեղասպանությունը, այլև ցեղասպանության վտանգը։ Յոնատան Շպանկենբերգ։ Ցեղասպանության հետևանքները կանանց վրա նյութով քննարկում Գլենտելի մեջ։ Ապրիլի 24-ին հայրու ցեղասպանության զոհերու հիշադակի ազգային օրը Տրագինյան քաղաքը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյանի հովանավորությամբ հատուկ հարկանքի դուրք մատուցեց 1894-ին 1923 թվականներու ողբերգության զոհերուն, կազմակերպելով հիշադակի արարողություն Արմենիա եւ Ալե Ազեմար փողոցներու անկյունին գտնվող հուշարձանի մոտ քաղաքացիական եւ զինվորական իշխանություններու ներկայությամբ։ Հիշվեցավ, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսո մեջ Օսմանյան իշխանություններու կողմից սերբակալված է շուրջ 600 հայ մտավորական, որոնք հետագային արտաքսված կամ սպանված են։ Այս ողբերգական օրը կնշանավորե երիտթրքական կառավարության կողմէ իրականացված ցեղասպանության սկիզբը, որոնց հետևանքով զոհված է ավելի քան 1.5 միլիոն հայ, ճնշելով հայկական քաղաքակրթության ամբողջ շերտը եւ ընդմիշտ փոխելով հայ ժողովրդի պատմության ընթացքը։ Հիշադակի այս օրը ոչ միայն ցավի խորհրդանիշ է, այլև պատմությունը չմոռնալու եւ հիշողությունը որպես արդարության ու մարդկային արժանապատվության հիմք պահպանելու պարտավորություն։ Հարգելի բարեկամներ, սիրելի հայրենագիտներ, այս տարի եւս մենք միասին հարկանքի դուրք պիտի մատուցենք Ժորժ Կլեմանսոյի հիշադակին Տրագինյայի մեջ այսօր գեսորին գայանալիք արարողության ընթացքին։ Արմինակ Աբրահամյան իր ելույթին մեջ շեշտեց, որ Ժորժ Կլեմանսոն իբրև Ֆրանսիայի կառավարության ղեկավար 1920 թվականի հունվար 19-ին իր մանդատի ավարտին փաստորեն ջանցած է հայոց պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքին վրա որպես արդարության վերականգնման քայլ ի պատասխան հայ ժողովրդի դեմ գործադրված բնաճնշման։ Արմինակ Աբրահամյանի խոսքով այդ պետությունը զորին կղեկավարե շարունակական եւ ժողովրդավարական հիմքով կգտնվի բռնագրավման տակ 1921 թվականին ի վեր։ Ան նաեւ նշեց, որ 1894-ին 1923 թվականը հայ ժողովրդին դեմ գործադրված ցեղասպանությունը 3 հաջորդական թրքական իշխանություններու կողմէ խլած է շուրջ 2 միլիոն կյանք, ոչնչացնելով հազարամյակներու պատմություն ունեցող քաղաքակրթության ամբողջ հատվածը։ Ան իր երախտագիտությունը հայտնեց պատվավոր նախագահներուն, Ֆրանսիայի Հանրապետության ընդրված պաշտոնատարներուն, հայրենասիրական միություններու ղեկավարներուն, վետերաններու գազམ་ագերբություններուն, քաղաքացիական եւ զինվորական կառույցներու ներկայացուցիչներուն, ինչպես նաեւ թրոշակագիրներուն մասնակցության եւ համերաշխության համար։ Իր խոսքին մեջ ան ընդգծեց, որ ապրիլի 24-ի հիշադակի արարողություններուն հիմնական նպատակներն են հարկանքի դուրք մատուցել զոհերուն, որոնք ենթարկված են անասելի դարաբանքներու եւ բռնություններու, հիշեցնել ֆրանսիական եւ հայկական ժողովուրդներու պատմական բարեկամությունը, ընդգծել, որ չլուծված ցեղասպանությունը կշարունակե իր հետևանքներով գոյություն ունենալ եւ գրնա խթանել նոր հանցագործություններ, նախազգուշացնել մարդկության թեմ նոր հանցագործություններու վտանգին մասին, անդրադառնալով նաեւ ժամանակակից հագամարտություններուն, հիշեցնել, որ նահատակներու հիշադակը դարձած է արդարության համար քաղաքական պայքարի ուժ եւ պահանջել միջազգային իրավունքի կիրառումը ընդդեմ բռնագրավման քաղաքականություններուն։ Արմինակ Աբրահամյան նաև հիշեց Ֆրանսիայի պատմական դիրքորոշումը սկսյալ Ժան Ժորեսի ելույթներեն մինչև 1915 թվականի մայիս 24-ի հայտարարությունը, երբ Ֆրանսիան դադարեցրեց հայրու դեմ իրականացված հանցագործությունները, զանոնք որակելով որպես հանցագործություններ մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Ան նշեց, որ Ֆրանսիան եղած է նաև այն պետություններն, որոնք աջակցած են հայոց պետականության ճանաչման Արևմտյան Հայաստանի մեջ եւ մասնակցած են Գիլիկիո ազատագրման 1919 թվականին Արևելյան լեգիոնի միջոցով։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Ապրիլի 28-ին տեղի ունեցավ հանդիսավոր եւ խորիմաց ցերնարկումը նվիրված հայ ժողովրդի դեմ գործադրված ոճրագործության անմեղ զոհերու հիշադակին։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանի գլխավորությամբ հարկանքի դուրք մատուցեց զոհերու հիշադակին, ծաղկեպսակ տնելով եւ ծաղիկներ խոնարհելով Ձիձեռնագապերտի մեջ։ Հուշարարողութենեն յետ տեղի ունեցավ պաշտոնական ցերնարկը, զոր բացավ մամուլի խոսնակ Շողեր Բլեմջյանը։ Ան ներկայացուց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ
Արմենակ Աբրահամյանի ուղերձը փոխանցելով անոր խոսքը ներկաներուն։ Ուղերձին մեջ շեշտվեցան պատմական հիշողության պահպանման, արտարության վերականգնման եւ ազգային իրավունքներու պաշտպանության կարեւորությունները։ Այնուհետև խոսքը փոխանցվեցավ ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանին, ով իր ելույթին մեջ անդրադարձավ ազգային միասնության անհրաժեշտության, պատմական արտարության պահանջին եւ սերունդներուն առջեւ տրված պատասխանատվության։ Ցերնարգին ընթացքին հնչեցին նաեւ երաժշտական կատարումներ, որոնք լրացուցին հիշադակի մթնոլորտը, հաղորդելով խորը սկացական շունչը։ Այնուհետև ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Շուշի հայրենադիրած միության նախագահ պատմապան Աշոտ Հարությունյան։ Իր խոսքին մեջ ան ներկայացուց պատմական փաստեր եւ վերլուծություններ, շեշտելով հայ ժողովրդի պայքարի շարունակականությունը եւ պատմական հիշողության կարեւորությունը։ Ցերնարգին կարեւորագույն բահերեն մեկը հանդիսացավ հանդիսավոր արարողությունը, որուն ընթացքին Գարո Ղարաբեդյանի գոմե հանձնվեցավ հայոց իշխանի շղթա խորհրդանշական բարգեւը։ Այս խորհրդանիշը կմարմնավորե ազգային արժանապատվությունը, ժառանգական հիշողությունը եւ հայկական պետականության քաղաքապարական շարունակականությունը։ Ցերնարգը անցավ բարձր գազմագերբվածությամբ եւ ընդգծեց հայ ժողովրդի հիշողության, համախմբման եւ արդարության ցկտման կարեւորությունը, անգամը եւս հաստատելով, որ նման նախաձեռնությունները կծառայեն ոչ միայն անցյալի ողջագործման, այլև ապագայի կառուցման։ 2026 թվականի ապրիլ 24 Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց փոխնախարար Լիդիա Մարգոսյան գրե. Մենք հոս ենք ողջագործելու այն ցեղասպանության զոհերու հիշատակը, որ խլած է 2 միլիոն կյանք Արևմտյան Հայաստանի մեջ, այսինքն ավելի քան 10,000 դարվան պատմություն ունեցող բնիկ ժողովրդի տարածքին վրա։ Հայ ազգին դեմ գործադրված ցեղասպանությունը 3 հաջորդական թրքական կառավարություններու բարբարոսության հետևանքով փուլային ծրագրին ծիրին մեջ իրականացված իրականության մեջ երբեք չէ թատրած մինչև այսօր։ Իր նախնիած հողին վրա խաղաղ ապրող բնիկ ժողովուրդը 1 դար առաջ 1894-ին մինչև 1923 թվականներուն թրքական յատաղանի միջոցով գոդորվեցավ եւ մասնատվեցավ, վերածվելով որբացած ազգի։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանի հայրուն ապրած արմատախիլություն ու դարակրությունը ծայրահեղ դաժան եղած են։ Անոնք կհանգեցնեն հարգատիր ցուլման եւ աշխարհի ամենահին քաղաքագործություններն մեկուն կենտանի հիշողության գորուստին։ Ցեղասպանական ծրագիրները շարունակված են 19-րդ եւ 20-րդ դարերուն ընթացքին Արևմտյան Հայաստանի բազմաթիվ քաղաքներու եւ նահանգներու մեջ մեր բնակչությունը ենթարկելով չարթերու, իսկ վերջերս հասած են Արցախ, ուր բնիկ բնակչությունը ենթարկված է ցեղային զտման, որ կհամապատասխանե ցեղասպանության հանցագործության իրավական սահմանումին։ Սակայն թուրքա-ադրբեջանական գործելագերբը փոխված է։ 1 տար առաջ գործածված յատաղանին փոխարինած են անօտաչու սարքերը եւ գասետային ռումբերը, նույն այն զինադեսակները, որոնք այսօր կգործածվին նաեւ պաղեստինյան բնակչության դեմ։ Արցախի մեջ 150,000 բնակչության վրա թափած գրագի եւ երկաթի հեղեղը խլած է 5,000 կյանք եւ 10,000 մարդ արծուցած է հաշմանդամ։ Այս հաջորդական ցեղասպանական փուլերուն հետևանքով մեր ազգը ոչնչացված է քանիմը սերունդներու համար։ Անոր բնակչությունը հանձնված է Կենտրոնական Ասիային եկած Զավթիճի լեզին, անոր ժառանգությունը ոչնչացված կամ աբորինի յուրացված է, իսկ անդարները այրած են ֆոսֆորային ռումբերու գրագին տակ։ Հայրու թեմ գործադրված ցեղասպանությունը դեղի ունեցած է Ջանցված Վեդության 1920 թվականի Հայաստանի տարածքին վրա, որուն իրավահաջորդը Արևմտյան Հայաստանն է։ Երևանի վարչակարգի որոշ ղեկավարներու անհանգիստ եւ անիմաստ քայլերը, որոնք պատրաստ են ամեն ինչ բաժնելու գրջատված տարածքի նշաններու, Արևմտյան Հայաստանը թուրքական, իսկ Արցախը ադրբեջանական նկատելով չեն գտնա լրացնել մեր նախնիներու գերեզմաններեն հնչող ցայները, որոնք կգոչեն նոր սերունդները գիրարգելու միջազգային իրավունքը։ Ինչ է այդ միջազգային իրավունքը, եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Հուդրո Ուիլսոնի իրավարար վճռին անհրաժեշտ գիրարգումը, որ կսահմանե Արևմտյան Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը իր սահմաններուն վրա։ Ինչ է այդ միջազգային իրավունքը, եթե ոչ Սևրի Տաշնակրի հայկական դրույթներուն գիրարգումը, որոնք կշարունակեն ուժ ունենալ։ Կփապակեմ անգամ եւս շնորհակալություն հայտնել հոս ներկայացություններու ներկայացուցիչներուն եւ Ֆրանսիայի Հանրապետության բոլոր ընդրված պաշտոնատարներուն։ Հարգելի հայրենագիտներնիդ ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ապրիլ 24-ին հայրու ցեղասպանության կապակցությամբ հանդես եկած է հիշադակի ուղերձով։ Իր քրարման մեջ, որ հրապարակված է X հարթակին վրա, Մակրոն նշած է, որ այդ օրը Ֆրանսիայի Հանրապետությունը հարկանքի դուր կմատուցե 1915 թվականի հայրուն դեմ իրականացված ցեղասպանության զոհերուն հիշադակին։ Ան ընդգծած է, որ ապրիլ 24-ը կարևոր հնարավորություն մնե հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անկախտելի կապը, որ կմիացնե Ֆրանսան եւ Հայաստանը, ինչպես նաեւ ֆրանսական եւ հայ ժողովուրդները։ Հայրու ցեղասպանության արդիվ Բերլին քաղաքի մեջ Սուրբ Հետվիկ տաճարին փակը գտնվող հայկական խաչքարին մոտ տեղի ունեցած է հիշադակի արարողություն։
Գերմանիո մեջ Հայաստանի Հանրապետության տեսփանության փոխանցմամբ միջոցառման մասնակցած են Վիկտոր Ենկիպարյանը, տեսփանության աշխատագիծներ եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ։ Մասնակիցները լրությամբ հարկանքի դուրք մատուցած են հայրու դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ Փարիզի մեջ հայոց շրջանի զորավարժի նվիրված խորհրդաժողովի ձիրին մեջ զրույց մտեղի ունեցած է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ադենապետ Ջոնաթան Շպանկենբերգի հետ։ Ան կարևորած է խորհրդաժողովի գազմագերբումը, շեշտելով, որ ան համախմբած է դարբեր երկիրները, հայկական գազմագերբություններ ու ներկայացուցիչներ եւ անհատներ, ստեղծելով համագործակցության հարթակը։ Քննարկված են համահայկական օրագարկի մարտահրավերները, ներառյալ ցեղասպանության ճանաչումը, Արցախի զարգացումները եւ Հայաստանի անվտանգությունը։ Շպանկենբերգ ընդգծած է ավելի համագարկված եւ շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը։ Ան կարևորած է նման հանդիպումներու թերը միասնականության եւ համագործակցության խորացման մեջ, ինչպես նաեւ անդրադարձած է եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովին որպես հնարավորություն բարձրացնելու հայության խնդիրները, ներառյալ Բաքվի մեջ բահվող հայ պատանդներու հարցը եւ Արցախի իրավունքները։ Արցախի մասին անձայն բնութագրած է որպես բռնի դեղահանություն եւ բնաչնչման քաղաքականություն, շեշտելով եվրոպական երկիրներու բարդավորությունը գանխելու նման դեպքերու գրգնությունը։ Ան նաև ընդգծած է վերադարձի իրավունքի հիմնարար բնույթը եւ Հայաստանի ու Սփյուռքի միասնական աշխատանքի կարեւորությունը։ Գլենդելի մեջ կայացած է ցեղասպանության հետևանքները կանանց վրա նյութով քննարկումը։ Քաղաքային խորհրդի գազմագերբած այս ցերնարգին ընթացքին քննարկված են ցեղասպանության երկարաժամկետ հետևանքները կանանց եւ ընտանիքներուն վրա։ Քննարկման մասնակիցներեն Թենի Ալավերդյանի կարծիքով կանանց համար ցեղասպանության հետևանքները անհամեմատ ավելի ծանր եղած են։ Լարա Երիցյանի համաձայն ցեղասպանությունը 1923 թվականով չավարտած, այլ շարունակված է մինչև մեր օրերը Արցախի մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։